Երեկ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարարին։ Աբբաս Արաղչիի այցը հատուկ նպատակ ունի այս փուլում։ Նախ Պուտինին փոխանցել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ուղերձը եւ լուծել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործընթացում Ռուսաստանի թեկուզ անուղղակի ներկայության հարցը։ Ինչ մանրամասներ են հայտնի ռուս-իրանական հանդիպումների օրակարգից։ Թեմայի վերաբերյալ փաստերը կհամադրի գործընկեր Այդա Կիրակոսյանը։ Այդա, կարծես եւ Ռուսաստանի Դաշնությունը եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը արդեն սակավաթիվ, բայց տեղեկատվություն տարածում են Արաղչի Պուտին հանդիպումից։ Ի վերջո ինչ են քննարկել։ Հատկապես Լավրովի հետ բանակցություններից հետո բավականին երկարատև ասուլիս տվեցին երկու կողմերը միասին եւ հենց այդ ժամանակ որոշ մանրամասներ հայտնել են, մինչ այդ ոչ ռուսական, ոչ իրանական կողմը առանձնապես չէին գաղտնազերծում, թե ինչ ուղերձների մասին է խոսքը եւ ընդհանրապես ինչ է քննարկվել։ Արաղչին ըստ ռուսական աղբյուրների հանդիպումից իսկապես շատ գոհ է, հատկապես Պուտինի հետ հանդիպումը շատ բովանդակալից եւ կայացած է համարել։ Ըստ Իրանի արտգործ նախարարության հայտարարության էլ համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը, որը երկու կողմերի միջև, այսպես ասած, կնքվել է, դարձել է Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի միջև հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար լավ հիմք։ Այսինքն իրանական կողմն էլ բավականին գոհ է կայացած հանդիպումներից։ Այս այցը ինքնին ավելի հետաքրքիր է, քանի որ ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ նախորդում է Իրան Միացյալ Նահանգներ բանակցության հանդիպմանը։ Գիտենք, նախորդ հանդիպումից առաջ էլ Մոսկվա էր ժամանել Իրանի եւ Ռուսաստանի Դաշնության Միացյալ Նահանգների գլխավոր բանակցողը Սթիվ Ուիթքոֆը։ Իսկ այս անգամ արդեն տեսնում ենք, որ Իրանի գլխավոր բանակցողն է Մոսկվա ժամանել եւ այսպիսի բարձրաստիճան հանդիպումներ ունեցել եւ Լավրովի եւ Պուտինի հետ։ Եվ Իրանից էլ չեն թաքցնում եւ նախկինում էլ հայտարարել էին մինչեւ ժամանումը, որ Արաղչին իսկապես մտադիր է Մոսկվայում Պուտինի եւ Լավրովի հետ քննարկել հենց Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Թեհրան-Վաշինգտոն բանակցությունների թեման եւ որ իսկապես չեն էլ թաքցնում, որ Ռուսաստանը անուղղակիորեն ներգրավված է այս բանակցություններում, թեկոս հաշվի առնենք այն փաստը, որ Թեհրանը Վաշինգտոնին չի վստահում եւ կտրականապես հրաժարվում է անուղղակի բանակցություններից, ստացվում է, որ Ռուսաստանը կարող է իսկապես շատ լավ միջնորդ լինել, ընդունելի միջնորդ լինել կողմերի համար, հատկապես որ Ռուսաստանը ինքն էլ չի բացառում եւ ընդհակառակը իր աջակցության ձեռքը ուղղել է, մեկնել է։ Այդ մասին արդեն այսօր շատ ուղիղ հայտարարեց հենց ինքը Լավրովը եւ նշեց, որ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև իրենք պատրաստ են իսկապես միջնորդ հանդիսանալ եւ համաձայնությունների ձեռք հիմքում կանգնել։ Ես մեջբերեմ իր հայտարարությունից, ուզում եմ առանձնապես ընդգծել, որ Իրանը պատրաստ է համաձայնության հասնել միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի շրջանակում, այսինքն միջուկային զենքի մասին էլ շատ մանրամասն քննարկումներ են ունեցել, նույնիսկ իրանական կողմից այսպիսի հայտարարություն է եղել, ինչի մասին Լավրովը ակնհայտ խոսում է։ Սա սկզբունքային հարց է, որը պարտավոր են հաշվի առնել այն կողմերը, որոնք փորձում են բանակցությունները ծանրաբեռնել միջուկային թեմային չվերաբերող հարցերով, ստեղծելով չափազանց վտանգավոր իրավիճակ, հավելել է Լավրովը։ Այս կերպ Ռուսաստանը փորձում է օգտվել այս պատմական իրավիճակից եւ իր քաղաքական կշիռը բարձրացնել եւ Միացյալ Նահանգների եւ Իրանի հետ հարաբերություններում։ Դու շատ լավ նշեցիր, որ իսկապես Ռուսաստանը փորձում է օգտվել, բայց նաև հանուն ճշմարտության Ռուսաստանը իսկապես շահագրգիռ է, որ Իրան եւ Միացյալ Նահանգներ բախում չլինի։ Մոսկվան իսկապես հույս ունի, որ այդ էսկալացիան չի լինի եւ ինչպես կարող է դա չլինել, այսպես ձևակերպել։ Դրա մասին պաշտոնական Մոսկվան, այսպես ասած, դեռ նախորդ շաբաթ եւ այս ընդհանուր բանակցային ֆոնին հայտարարում է պարբերաբար, որ իրենք հույս ունեն, որ իսկապես Միացյալ Նահանգներ Իրան առճակատում տեղի չի ունենա, նույնիսկ Իսրայել բանաձևով եւ անդրադառնալով այս թեմային նախորդ չորեքշաբթի կարծեմ պաշտոնապես հայտարարեցին, որ Ռուսաստանը իրականում պարտավորված չէ ռազմական օգնություն ցուցաբերել Իրանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրով եւ դրանից ելնելով էլ հույս հայտնեցին, որ այդ առճակատումն ուղղակի տեղի չի ունենա։ Եվ այս օրերին արդեն զարգացումները ցույց են տալիս, որ Թրամփը մեկ քայլ հետ է արել եւ հրաժարվել է շատ շտապ հարձակման իր պլանից, ինչի մասին երեք արդեն խոսել է անձամբ ինքը։ Ես նշեմ, որ երեք խնդրել են լրագրողները մեկնաբանել Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու հնարավորությունը։ Թրամփն էլ բառացի մեջբերեմ հայտարարությունը, չէի ասի, որ մերժել եմ այս տարբերակը, նկատի ունի հարձակման հնարավոր տարբերակը, բայց չեմ շտապում դա անել, քանի որ կարծում եմ, որ Իրանն ունի հնարավորություն ստեղծելու մեծ երկիր եւ ապրելու երջանիկ առանց մահերի։ Մենք չենք ուզում խլել նրանց հողերը, պարզապես ասում ենք, որ դուք չեք կարող միջուկային զենք ունենալ, նշել
նշել է Թրամփը։ Պարզից էլ պարզ է, որ հենց Թրամփն է նաև կանխում եւ կկանխի հավանաբար հաջորդ ամիս կանխատեսվող արևմտյան մամուլներ առնվազն դրա մասին կանխատեսումներ անում, որ Իսրայելը առաջիկայում պատրաստվում է հարձակում գործել Իրանի վրա։ Եվ Նեթանյահուի վարչակազմում, այո, շատերը հավատում էին, որ Թրամփը կանաչ լույս է վառելու եւ թույլ է տալու, ավելին աջակցելու է Իրանի դեմ ռազմական գործողություններին եւ այո, կարծես թե Իսրայելում անակնկալի են եկել Թրամփի այսպիսի որոշումից, որովհետեւ փաստորեն Թրամփն էլ կողմնակից է բանակցային տարբերակով լուծել խնդիրը եւ դեռ ժամանակ է տալիս, այսպես ասած Իրանին, այս տրված ժամանակից եւ այս փոքրիկ դադարից մի քիչ անկայուն դադար է, բայց դադար է, փորձում է ինչպես տեսանք օգտվել Ռուսաստանը եւ հետաքրքիր է թե ինչպիսի զարգացումներ կլինեն, ինչպիսի դիրքով նա դուրս կգա այս պատմությունից։ Հետևենք իրադարձությունների զարգացմանը, շնորհակալ եմ այդ հանգամանալից ներկայացնելու համար։